Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում կրքերը հասնում են գագաթնակետին, ամեն ինչ շարժվում է դեպի մեծ ավարտ և յուրաքանչյուր նոր սերիա դառնում է ավելի ծանր, հուզական ու անկանխատեսելի։ Հեռուստադիտողը շունչը պահած սպասում է արդյոք կարդարանա նրանց սպասումները, և արդյոք այն ամենն ինչին հավատացել են հերոսներն այսքան ժամանակ կդառնա ճշմարտություն, թե կփշրվի մեկ ակնթարթում։ Սերիալի ամենասպասված իրադարձություններից մեկը հարսանիքն արդեն իսկ քննարկման գլխավոր թեման է։ Դիանա Գրիգորյանի հրապարակումներից ու հոլովակներից կարելի է ենթադրել, որ դա կարող է լինել հենց Հենրիի ու Անգելինայի հարսանիքը։ Սերը, որ երկար ճանապարհ է անցել լռությունից մինչև խոստովանություն, վերջապես պիտի պսակվի երջանկությամբ, սակայն ինչպես միշտ Դիանա Գրիգորյանի սերիալներին հատուկ է, երջանկության շեմին կանգնած հերոսները նոր փորձությունների են ենթարկվում։ Գաղտնիքը դեռ բացահայտված չէ, այն գաղտնիքը, որի շուրջն են պտտվել բոլոր իրադարձությունները, այն ճշմարտությունը, որը կարող է ոչ միայն փոխել մարդկանց ճակատագրերը, այլև ջնջել տարիներով կառուցված հարաբերությունները։ Հեռուստադիտողները ենթադրում են հարսանիքի հենց օրն ամեն ինչ կփոխվի։ Գուցե հենց այդ պահին Բետին, ով այլևս չի կարողանում ապրել ստի մեջ ու որոշել է Հենրիին պատժել, որոշի բացել բոլոր խաղաքարտերը։ Արդյոք նա կպատմի Անգելինային, որ նա իրականում Աննայի և Սոսի դուստրն է և որ այս ամբողջ ընթացքում Հենրին գիտեր ճշմարտությունը, բայց լռում էր։ Եթե այո, ապա այդ բացահայտումը կդառնա սերիալի ամենահզոր շրջադարձային պահը։ Բետին կարելի է հասկանալ, նա երկար է պահել, պայքարել սեփական ցավի հետ, բայց հիմա, երբ տեսնում է, որ կյանքը նորից սկսում է շրջվել իր շուրջը, նա այլևս չի կարող լռել, իսկ նրա յուրաքանչյուր քայլ կարող է փոխել բոլորի ճակատագրերը։ Այս ամենը ստեղծում է լարվածության, սպասման ու տագնապի այնպիսի մթնոլորտ, որ յուրաքանչյուր նոր դրվագ դիտվում է շունչը պահած։ Սերիալի հետևորդները համոզված են, որ այս հարսանիքը պարզապես ուրախ ավարտ չէ, այն կարող է դառնալ մի պահ, որտեղ ամեն ինչ կբացվի և կսկսվի բոլոր հարցերի իրական լուծումը։ Կլինի՞ արդյոք այս հարսանիքը երջանիկ ավարտի սկիզբ, թե նոր բարդությունների ու ցավալի բացահայտումների նախերգանք։ Արդյոք Դիանա Գրիգորյանը կընտրի սեր ու հաշտություն, թե նորից կխոսի ճշմարտության դառը գնի մասին։ Մի բան հաստատ է, «Վերջին զանգը» մոտենում է իր ամենահուզիչ, ամենաուժեղ և ամենաանմոռանալի ավարտին։ Հերոսների ճակատագրերը որոշվելու են հենց առաջիկա սերիաներում։ Իսկ հարսանիք տեղի կունենա, և արդյոք Հենրին ու Անգելինան կամուսնանան, ցույց կտա ժամանակը։ Հեռուստադիտողների մի մասը կարծում են, որ առանց գաղտնիքը բացահայտելու երջանկություն տեղի չի ունենա։ Եթե գաղտնիքը բացահայտվել է ու այնուհետև Անգելինան ներել է Հենրիին, ուրեմն երջանիկ հարսանիք տեղի կունենա, որովհետև բոլոր գաղտնիքները բացահայտված կլինեն։ Բայց եթե հարսանիքը տեղի ունենա մինչ գաղտնիքի բացահայտումը, նշանակում է, որ հետաքրքիր սերիաներ են սպասվում։ Նշանակում է, որ Բետին հենց հարսանիքի ժամանակ բացահայտելու է ողջ ճշմարտությունը և հնարավոր է, որ նրանք բաժանվեն ու հարսանիք չկայանա։ Թե ինչ որոշում է կայացրել հեռուստասերիալի պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը և արդյոք վերջապես Հենրին ու Անգելինան կգտնեն իրենց երջանկությունը, ցույց կտա ժամանակը, բայց հետաքրքիր մանրամասներ բացահայտել է հենց ինքը՝ Դիանա Գրիգորյանը, որը մեծ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Մինչ կդիտեք Դիանա Գրիգորյանի բացահայտումները, չմոռանաք միանալ մեր ալիքին և իհարկե դիտել մեր տեսանյութերը, որոնք ձեզ կպատմեն հետաքրքիր տեղեկությունների մասին։ Բարի ողջույն բոլորին։ Նորից պիտի ասեմ, որ հուսով եմ լավ եք, որովհետև մեր տատանվող իրականության մեջ լավ լինել այնքան էլ հեշտ չի ստացվում։ Ուզում եմ ասել, որ շատ հետաքրքիր սերիաներ են, շատ հետաքրքիր, ու լավ կլինի, որ բաց չթողնեք ու դիտեք յուրաքանչյուր սերիա։ Աշխատում ենք սիրով ձեզ համար և անում ենք ամեն ինչ, որ արդարացնենք ձեր հույսերը։ Սիրում ենք ձեզ, անգամ նրանց, ովքեր մշտապես վատ մեկնաբանություններ են մեզ գրում, մենք ձեզ էլ ենք սիրում, ինչու, որովհետև դուք շատ ավելի սրտացավ եք և
ինտրիգներին, այսպես ասած, տեղ չտալով եւ ինտրիգներին, այսպես ասած, տեղ չտալով, բարբերաբար քարկոծում եք մեզ։ Բայց սերիալը, ինչպես եւ կյանքը լի է ինտրիգներով, իսկ կյանքը միապաղաղ կլիներ, եթե չլիներին այդ ինտրիգները։ Այնպես որ բոլորին լավ արևային ջերմ, բայց ոչ կրակոտ օր, եւ բայց չթողնեք եւ ոչ մի սերիա։